Երբ փողոցում ձեզ մոտենում են ոստիկանները եւ հարցում են ով եք, որտեղ եք գնում կամ որտեղից եք գալիս, ապա դուք իրավունք ունեք իրենց հարցերին չպատասխանելու։ Երբ որ ձեզանից պահանջում են ձեր անձնագիրը, ոստիկանները ստուգում են ձեր անձը եւ միգուցե ասում են, որ գիտեք, ուղղակի ստուգումներ են անցկացնում եւ ներողություն կխնդրեն ու դուք նորից կշարունակեք ձեր ճանապարհը։ Բայց եթե ոստիկաններն ասում են, որ գիտեք, ձեզ կասկածում են ինչ-որ հանցագործության մեջ եւ որպես կասկածյալ պետք է հետևեք իրենց, ապա դա արդեն փոխում է ձեր կարգավիճակը։ Ինչ իրավունքներ եւ պարտականություններ ունեք որպես կասկածյալ։ Իրավունք ունեք լռելու։ Լռության իրավունքը ինչ է դա։ Այսինքն դուք իրավունք ունեք չպատասխանելու իրենց ոչ մի հարցին, չստորագրելու փաստաթղթեր եւ չպատասխանել հարցերին, որովհետեւ յուրաքանչյուր բառ հետագայում կարող է օգտագործվել ձեր դեմ։ Դուք իրավունք ունեք պահանջելու փաստաբան։ Եթե չունեք համապատասխան դրամական միջոցներ, ապա պետությունը ինքն է ձեզ տրամադրում փաստաբան։ Հետո դուք կխորհրդակցեք ձեր փաստաբանների հետ եւ փաստաբանը ձեզ կբացատրի ձեր իրավունքներն ու պարտականությունները, դատավարական գործողությունները, բողոքարկելու ձևերը, ինչպես նաև կասկածյալի կարգավիճակում, որքան ժամկետներում իրավունք ունեք դուք մնալու այդտեղ եւ ապացույցներ չունենալու դեպքում, երբ կարող են ձեզ ազատ արձակել եւ այլն, իսկ եթե հետագայում հանկարծ փոխվի ձեր կարգավիճակը դառնաք մեղադրյալ, ապա ինչ իրավունքներ եւ պարտականություններ ունեք որպես մեղադրյալ։ Դուք ունեք նաև թարգմանիչ պահանջելու իրավունք։ Եթե խոսում եք այլ լեզվով կամ գտնվում եք այլ երկրում եւ չեք փաստորեն հասկանում իրենց լեզուն, ապա անպայման պահանջեք թարգմանիչ, որպեսզի թարգմանչի միջոցով ծանոթանաք ամբողջ տեղեկատվությանը, ինչպես նաև ձեր իրավունքներին եւ պարտականություններին։ Դուք իրավունք ունեք նաև անմիջապես կապ հաստատելու ձեր հարազատների հետ, որպեսզի տեղյակ պահեք, թե ինչ է կատարվում ձեզ հետ, որտեղ եք գտնվում եւ ինչում են ձեզ մեղադրում։